Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 587-ի վրա Պարչի տեղը 8-7 Ստորակետ իրեք Հիմա ես գնայեմ Կավի մեջ մնա Հետախույզի օրագիրը Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, եթերում է հետախույզի օրագիրը, ես Վովա Վարդանովն եմ։ Փորձենք ամփոփենք ինչ կատարվեց ամռանը, ինչ ռազմաքաղաքական կամ ռազմական իրադարձություններ մեկը մյուսին հաջորդեցին Հայաստանի տարածքում և մոտ տարածքներում։ Նախ երևի արժե հիշատակել մի քանի մահվան մասին, կյանքից հեռացավ ամառվա վերջ, կարելի ասել վերջ օգոստոսին ԱՖՕ-ն, Սասուն հայրենակցական միության նախագահն 80 թվականներին, Սասուն ջոկատի հրամանատարը, մի հոյակապ, հայդուկապետ, կյանքից հեռացավ նաև Վայիկը Շահմուրադյան Վահեն, պարսկահայեր, Մոնթեի Վաղեմի բարեկամ, իրար հետ դեռ 78 թվականին պարսկական հեղափոխության ժամանակ են, իրանական հետ 78 թվականի հեղափոխության ժամանակ են ծանոթացել։ Հետագայում Վահեն եկել էր և մասնակցում էր Թուրք Ղարաբաղյան պատերազմին։ Նաև մեր ջոկատից Արմենը հեռացավ Ալաշը, Դիլիջանցի գեներալ Գուրգեն Դարիբարթայանի ուղարկավորումն էր, կյանքը չի լինում առանց մահվան, կյանք շարունակվում է, մանավանդ այն հարցերը, որով որ զբաղվում էին այն մարդիկ, ում անունով ես հիշատակեցի, հենց պաշտպանական համակարգն էր ու իրանց երազանքն է եղել ամուր Հայաստան ունենալը։ Խոսանք ամուր Հայաստանից։ Ինչ կատարվեց։ Ուրեմն Վրաստանը ավելի շատ ջերմանում է ՆԱՏՕ-ի հետ, այդ Թիֆլիսի կողքը մի ռազմական ուսումնական բազա կար Կրծանիսիում։ Կրծանիսի բազան հռչակվեց ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն։ Որքանով է մեր համար դա վատ կամ լավ։ Ես կասեի ոչ մի ձևով մեր վրա չպիտի անդրադառնա։ Ինչ նկատի ունեմ։ 20 տարուց ավել է մենք Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի մեջ ենք և երևի այդ մոտավորապես էլի մի 20 տարի է ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք տարբեր պրոյեկտներում։ Ոչ մի ձևով չպետք է որ անդրադառնա մեր վրա։ Ռուսական կառավարությունը, պիտի դրա վրա մտածի, ինչ-որ պլաններ մշակի, չգիտեմ, ինչ-որ քաղաքական դեմարշներ անի, բայց մենք այդտեղ խնդիր չունենք։ Ճիշտ է, եթե հիշենք 2008 թվականի օգոստոսի դեպքերը, վրաց-օսական պատերազմը, իրանց այդ բախումը ռուսական բանակի հետ բերեց դրան, որ տնտեսական ինչ-որ պրոբլեմներ ունեցավ Հայաստանի Հանրապետությունը, մենք բլոկադային իրավիճակի մեջ հայտնվեցինք, բայց դա ռազմաքաղաքական կամ ռազմական ինչ-որ խնդիրներ չառաջացրեց Հայաստանի Հանրապետության համար։ Հենց այդ ժամանակ, երբ որ Կրծանիսի բազան հռչակվում էր, Կազբեկ լեռան վրացական հատվածում, այնտեղ մի լեռնային պատրաստման կենտրոն ունեն, էլի ՆԱՏՕ-ի էգիդայի տակ կամ հովանավորության տակ, հայկական մի քանի զինծառայող այդտեղ ուսումնավարժական, ասենք, դասընթացներ էին անցնում։ Կարճ ասած, մենք էլի համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ և ՆԱՏՕ-ի առաջ խաղացումը մեր համար պրոբլեմ չի։ Թուրքերը Մերձկասպյան դեպի ՆԱՏՕ չեն գնա։ Փաստորեն ՆԱՏՕ-ի Անդրկովկասում ավելի ամրանալը թուրքերին չի մոտիկացնի, ասենք ՆԱՏՕ-ին։ Կարճ ասած, մեր համար մեկ է։ ՆԱՏՕ-ն ստեղ ավելի ամրացավ, չամրացավ, ոչ մի տարբերություն չկա։ Պարսկաստանն է պայմանավորվեց այդ աշխարհի հետ կարելի ասել կամ աշխարհի առաջատար երկրների հետ իր միջուկային ծրագրերի մասին, ասենք, ինչ-որ պայմանավորվածության եկան, արդյունքում բլոկադայից
այդ մասնակի տնտեսական բլոկադայից կամ բոյկոտից հիմա դուրս է գալու Իրանի Հանրապետությունը, մեր համար տաք է, չէ, տաքել չի, ոչ է սառնա։ Ինչ նկատի ունեմ, եթե մենք կարող էինք այդ ժամանակ օգտվել, երբ որ Իրանը փակված վիճակում էր, տնտեսական եւ բանկային համակարգերը, Իրանի քաղաքացիները անգամ չէին կարող Մոսկվայից տոմս գնել, Թեհրանից տոմս գնել Մոսկվայից, որ ուղևորվեն դեպի ենթադրենք Բեռլին։ Համակարգերը բանկային չէին աշխատում, մենք կարող էինք ինչ-որ ձևով միջնորդ դառնալ, օգտվեինք, չարեցինք։ Հիմա որ այդ բաները բացվում է, դարպասները Պարսկաստանի արչև, ինչա մեզ տալու, ոչ մի բան, կարճ ասած էլի, մեր երկիրը մի կիսափակ վիճակում է, արդյունքում մենք մեծ մինուսներ ենք ունենում, բայց պլյուսներ էլ կան։ Այն ինչ որ փագա Հայաստանի Հանրապետության սահմանները եւ Հայաստանից ոչ մի բան կախված չի, գրեթե ոչ մի բան։ Դա բերում անդրան, որ ոչ մեկին չի էլ հետաքրքրում Հայաստանի Հանրապետությունը։ Եվ չի էլ հետաքրքրում Հայաստանի Հանրապետության լարված իրավիճակը կամ բախումները Մերձկասպյան, ասենք, թուրքերի հետ։ Իրանց սաղ աշխարհին, կամ իրանց ասելով աշխարհատերերի նկատի ունեմ, մի քանի երկիր եւ ֆիրմաներ, իրանց ավելի շատ հետաքրքրում է, որ նավթն ու գազը անխափան Մերձկասպյան ռեգիոնից հասնի Եվրոպա, ուրիշ ոչ մի բան։ Հիմա անդրադառնանք սահմանին։ Ես ցավոք մոռացել էի ամառվա ընթացքում կյանքից հեռացածներից մի հոգու անունը հիշատակեի, էլի շատ մեծ ափսոսանքով Լևոն մահացավ, Լևոն Մելիք-Շահնազարյանը, քաղաքագետ, կարելի ասել առաջի արտգործնախարարը Ղարաբաղի Հանրապետության, մի հոյակապ անձնավորություն, որը կյանքը իր դրել էր երկու հայկական հանրապետությունների ամրացման վրա։ Լավ, սահմաններից ինչ է տեղի ունենում։ 90 թվականների վերջ, արդեն մի 15 տարի դեպքեր չէր գրանցվել, որ միջին տրամաչափի զենքեր աշխատեին սահմանի վրա։ Ինչ որտեղ կարելի ասել աննախադեպ լարվածություն տեղի ունեցավ, որովհետև օգտագործվեցին բացի մեծ տրամաչափի քաղաքական անետներից, նաև ոնց որ թե ռեակտիվնի սիստեմաներ, հրթիռային սիստեմաներ աշխատեցին, խոսքը գնում էր թուրքական հրթիռանետների մասին, թուրքական արտադրության։ Դա մի քիչ ասենք զարմանալի էր, որովհետև թուրքական կառավարությունը Բաքվի ոչ մի ձևով լուրջ փոփոխություններ տեղի չի ունեցել իրանց մոտ, ինչն է իրանց տիպում, տենց փորձել թեժացնել։ Երևի նավթի անկումը, նավթի գների անկումը բերում է դրան, որ իրանց մոտ լուրջ ֆինանսական խնդիրներ առաջանում։ Այդ ֆինանսական խնդիրները բերում է որոշակի լարվածության սոցիալական եւ այդ սոցիալական լարվածությունը թույլատնելու համար էլի հերթական լարվածության ինչ-որ փուլ ստեղծելու փորձ։ Երևի դա էր։ Ուրիշ պատճառ էլի չեմ տեսնում, թե թուրքը ինչի համար պիտի աշխուժանա ավելի։ Դե բնական է, իրանց ստանդարտ այդ մասնակի աշխուժացումը որոշ տոների եւ իրադարձությունների հետ կապված Հայաստանում եւ իրանց մոտ։ Ես նկատի ունեմ, օրինակ, այս մի քանի օրը շատ լուրջ հարձակումներ ա տեղի ունեցել։ Կտոր փորձենք վերլուծենք, թե ինչ աշխուժության փուլեր ա տեղի ունեցել այս վերջի մի 2 ամսվա մեջ թուրք-հայկական, ասենք, այդ շփման գծում։ Առաջինը, այդ խոշոր տրամաչափի օգտագործումը, ես ասեցի առաջի մասում, որ ավելի ես տեսնում եմ սոցիալական լարվածությունը թույլատնելու կամ շեղելու փորձ որպես Բաքվի կառավարության կողմից։ Բայց շատ ավելի կարևոր է այն, ինչի մասին հիմա ես կխոսամ։ Ուրեմն արդեն մի քանի տարի է ես պնդում եմ, որ թուրքերին պետք է ճնշման ենթարկել խաղաղ բնակչությունը։ Խաղաղ բնակչությունը սահմանի, ասենք, մոտիկ գտնվող բնակավայրերը, որովհետև մենք շահեկան վիճակում ենք, Ղարաբաղը թուրքական, ասենք, այդ շփման հատվածում գրեթե ոչ մի բնակավայր չկա մոտիկ։ Իսկ թուրքական բնակավայրերը բազմաթիվ են։ Մի քանի տասնյակ բնակավայր կա, որը կարող է ընկնել մեր հարվածի տակ։ Ես նկատի չունեմ խոշոր տրամաչափ,
նկատի չունեմ զոհեր, մեծաթիվ, ասենք, խաղաղ բնակչության մեջ ոչ, ես դրա հետ չեմ։ Ճնշման բազմաթիվ ձևեր կան, եթե այն մարդիկ, ովքեր որ պատասխան են տալի դրա համար, իրենք չեն կարում հորինեն ինչ ճնշման ձևեր, ասենք, կարելի է կիրառել, թող դիմեն, խորհուրդ կտամ, ուղղակի եթերում չարժե այդ բաները բարձրաձայնել։ Իսկ թուրքը այդ նույն բանը անում է մեր վրա։ Ինքը կարողանում է ճնշում գործադրի միայն Տաուշի շրջանում, Նախճիվանի հատվածում զորա, որովհետև էլի Նախճիվանի հատվածում ընդամենը 2 գյուղ է, որ կարող է ընկնի իրանց կրակի տակ, իսկ իրանց գյուղերը էլի բազմաթիվ են։ Ու արդեն առանձին բանակ դարձած Նախճիվանի բանակը, նախքին 5-րդ բանակային կորպուսը թուրքական, ինքը չի կարողանա adekvat պատասխանել, ասենք, մեր պատասխան գործողություններին։ Դրա համար իրանք այնտեղ իրենց համեմատաբար пассив են պահում։ Եվ պետք չի մոռանալ հենց ամառը հերթական անգամ, որ գիծը առաջ ենք տարել։ Դուրս ենք եկել ջրբաժաններին, որոնք ադմինիստրատիվ սահմաններ են եղել Նախճիվանի ավտոնոմ հանրապետության եւ Հայաստանի հանրապետության միջև, որի շնորհիվ մեր դիրքերը առաջ են գնացել ու հերթական տասնյակ կիլոմետրներ քառակուսի հայտնվել են մեր ազդեցության տակ։ Կարճ ասած, թուրքը կարող է ճնշում գործադրի մեր խաղաղ բնակչության վրա միայն Տաուշի մարզում, այն ինչ որ պետք է անենք մենք, իսկ մենք չենք անում, համարյա չենք անում, թուրքը անում է։ Ճնշումը գործադրում է, այս 2 օրվա մեջ շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել, անգամ ես կարծում եմ, որ մեր MÇՍ-ը այդ իրավիճակների վարչությունը ինչա, պիտի ինչ որտեղ ծրագրեր մշակի, խաղաղ բնակչության ոչ թե արտահանելու, այլ ինչի՞ չէ երեխաներին այդ բնակավայրերից հեռացնելու, որովհետև թուրքերի ճնշումը որ գործադրում է, հենց խաղաղ բնակչության վրա է այդ ամեն ինչը լինում։ Բաղանիսի վրա են կրակել են Պարավաքարի վրա, Մոսես գյուղի վրա են կրակել, ոնց որ թե Չինարիի վրա էլ եւ Այգեպար։ Հա։ Այդ ինչ է ստացվում։ Մենք բաց ենք թողում ինիցիատիվան մեր ձեռքից, իրանց խաղաղ բնակչության վրա ճնշում չեն գործադրում, իսկ իրանք դա անում են։ Պաստորեն չեն վախենում տարբեր միջազգային ատյաններում, որ իրանց կհայհոյեն, ասեն խեք կրակում, ինչ է խաղաղ բնակչությունը, ասենք լարվածության մեջ պահում։ Մենք երևակայի դրանից խուսափելով դա չէինք անում, իսկ թուրքերը ոչ խուսափում են, ոչ էլ ու անում են։ Մեր խաղաղ բնակչությունը ապահովելու համար գրուպիրովկեն մեր 3-րդ բանակային կորպուսը, որ նայում է Տաուշի տարածքները, սահմանամերձ դիրքերը, պիտի ուժեղացվի ոչ միայն մարդկային, ասենք, ռեսուրսներով, այլ նաև զենքով, զինատեսակներով, որ թուրքը երբեք չմտածի, որ ինքը այնտեղ կարող է ինչ-որ հաջողության գա, թեկուզ խաղաղ բնակչությունը այնտեղից հեռանա կամ հողերը թողի փախնի այդ լարվածության կամ կրակի ազդեցության տակ։ Ու չմոռանանք նման գործողություններին պատասխան տանք Ղարաբաղի շփման հատվածում թուրքերի հետ։ Մեր պատասխանը կլինի շատ ավելի ուժեղ, հենց մենք այդ հնարավորություն ունենք, ինչը կարա լրացնի թուրքերին Տաուշի մարզում։ Ուղղակի մենք այդ գործողությունները, որ այնտեղ արվում է, ռադիոյով, հեռուստատեսությունով, ինչով է, պիտի անընդհատ շեշտվի, որ սա արվում է ի պատասխան Տաուշի մարզում այսինչ գյուղի վրա հարձակման համար։ Ի պատասխան այդ ամեն ինչը չի կարա, ասենք, իր ազդեցությունը չթողի։ Ճնշում գործադրել Ղարաբաղին հարակից թուրքական բնակավայրերի վրա, շեշտել, որ ինչի համար են իրանք պատասխանա, ասենք, թիրախ դառնում մեր գործողություններին։ Դա ինձ թվում է հնարավորություն կստեղծի, որ մի քիչ ավելի խախանդ իրենց պահեն այդ Շամկիրա, ինչա այդ Ղազախի տարածքում գտնված բանակային կորպուսի թուրքական ստորաբաժանումները, որ չկրակեն հայկական բնակավայրերի վրա։ Երևի լուծումը է դա։ Եվ մի հարց էլ կա, որը որ մինչև հիմա լուծումը չի երևում։ Բոլորս ականատես ենք, որ գրեթե բոլոր խաչմերուկներում տեխնիկական միջոցներ ա դրված, բոլոր փողոցներում, որտեղ կարմիր գծեր ա քաշված, կամերաներ, մեքենաները, մեր վարորդները ավելի կարգազանցների թիվը պակասել է, շատ լավ է, բայց այդ նույն տեխնիկական հագեցվածության կարիք ունի սահմանը։ Ու շատ լուրջ ունի։ Գրեթե բոլոր պոստերը ավելի շատ չի պահանջվում, ասենք, տեխնիկական միջոցներ, ոնց որ մի խաչմերուկ, ամեն պոստ 4-5 հատ կամերա, 4-5 հատ դաչիկ կապահովի այդ պոստերին թուրքական հետախույզ դիվերսանտների մոտենալը, ասենք, բացահայտելը։
Ոնց որ մի խաչմերուկ կլինի, տեխնիկա կամ միջոցները նույն ծախսն է պահանջվում, ոնց որ մի խաչմերուկ, մի պոստը ապահովելու համար։ Եվ ժամանակն է նաև մտածել ռոբոտացված ինչ-որ համակարգերի մասին, որը որ հենց Digitech այդ ցուցահանդեսի ժամանակ արդեն 2 անգամ մեր հայ արտադրողները ցուցադրում են։ Ռոբոտացված համակարգերը թույլ կտան, որ առաջի բախումները կրակային այդ իրանց հարձակումների դեպքում այդ փոքրաթիվ դիվերսիոն խմբերի կամ շտուրմավոր խմբերի հարձակումը դառնա ոչ թե հայ դիրքապահ, այդ ռոբոտացված համակարգը գնդացիր է, որը որ մարդը կարա Իրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու գտնվելով դատչիկների հիման վրա կրականել կամ ռոբոտը ինքնուրույն այդ կրականի եւ թույլ չտա թուրք դիվերսանտներին մոտենալը հայկական, ասենք, հողին։ Դա շատ կարևոր է, դրա մասին ես համոզված եմ պաշտպանության նախարարությունը մտածում է, բայց չի երևում դեռ այդ աշխատանքները, որ առաջ է հետում։ Երևի հիշում եք, որ ռուսական այդ ֆիրմայի ղեկավարի դեմ լարվածությունը հոսանքի թանկացման վերաբերյալ բերեց նրան, որ 200 միլիոն վարկ տրամադրվեց Հայաստանին, չէ, խուսակցություններ գնացին, որ Իսկանդեր պիտի վերցվի։ Ես կարծում եմ, որ Իսկանդեր մեզ պետք չի, որտեվ Իսկանդերը այն համակարգն է, որ մշտական մոնիտորինգ է պահանջվում թիրախի։ Մշտական մոնիտորինգը թիրախի հնարավոր է տիեզերքից եւ անօթաչու սարքերով եւ ավիացիայով։ Մենք ոչ այնց ավիացիա ունենք, որ իրենց հակաօթային ուժերը ճնշենք, ոչ էլ անօթաչու այնց սարքեր ունենք, որ հսկայական, ասենք, կիլոմետրերից այդ նկարահանումները անին եւ թիրախը մշտական ուղեկցի ու հնարավորություն տա, որ Իսկանդերը անխափան գա ու խոցի հենց այդ ենթադրենք ռազմական կալոննան։ Մենք դրա հնարավորությունը չունենք։ Մենք ոչ Սպուտնիկ ունենք, ոչ էլ այդ կարգի, ասենք, Raptor, Maptor, ասենց ինչ-որ համակարգեր ունենք անօթաչու։ Չունենք։ Ուրեմն մեզ պետք չի Իսկանդերը։ Այն թիրախները, որ թուրքական տարածքում գոյություն ունեն, լրիվ սկադը հերիք է։ Այնա, եթե ուշադրություն եք դարձրել, սկադով Եմենից ապստամբները խփել են Սաուդյան Արաբիային եւ Սաուդյան Արաբիայի պահի տակ այդ ավիացիոն նալյոտները, որ իրանք կազմակերպել էին ճնշելու համար խուսիտներին, մի պահ դադարեց։ Սկադը շատ լուրջ զենք է, սկադերը գնել կոպեկներով այսօրվա ինքը հին համակարգ համարվում, ավելի ձեռնատու է։ Եվ այդ գումարի մի մասը երևի արժե պոստերի արձիականության վրա ծախսել։ Դա շատ ավելի կարևոր է, քան թուրքերի մեջ սարսափ մտցնող, բայց իրականում ոչ պետքական Իսկանդերները գնելը։ Իսկանով վերջ, բարով մնաք։